No acting, no more doing your t-shirt. Եվ իհարկե ցուցահանդեսի բացման համար մի շատ մեծ ճառ էի պատրաստել համալքում, մեծ կարողացան հասարակել։ Եվ վաղը չենուսորը ծրագիր ուտոպիա խորագրով։ Ես հուսով եմ, որ դուք հայտնի արվեստի տեսաբաններ և մշակույթ Ինձ անձնար արեց, որ ես անկեղծ ողջունեմ այս երևույթ։ Այս ցուցահանդեսը կազմակերպվել է համատեղ Հայաստանի արվեստագետներին, ժամանակակից արվեստի ներկայացուցիչներին, Ժնևից և Փարիզից հրավիրված արտիստների, արվեստագետների, փիլիսոփաների հետ միատեղ խորհելու և վերաբերմունք արտահայտելու ուտոպիա թեմային, որը միշտ ակնհայտ է պատմության այն էտապներում, երբ պատմությունը ինքը որոշակի կրիզիսներ է ապրում։ Հրավիրված են երկու արվեստագետ շվեյցարացի Ժնևից, Մարսել Պուվալյան, Նատալի Նովարինա, մեկը Շվեյցարիայի իտալական մասից Իվանա Ֆալկոնի և մեկ արտիստ, որը շատ հայտնի է Շվեյցարիայում, Օլաֆ Բրոնինգ, Փարիզից Կատրին Բոգրան, նույնպես հայտնի արվեստագետ։ Ներկա է նաև ժամանակակից արվեստին Վենետիկի բիենալեի կուրատորը, որ Հաղարդ Զեման, ներկա է Թուրքիայից նախկին բիենալեի թուրքական մասի կուրատոր Ֆուլիա Էրդեմչի, հետո վերցնում ես
like to know your impressions. Can you share after this exhibition? Well, I have a very good impression because it's very difficult to use this space, you know. I mean, it's nice that you always have to go down and up. It's a type of architecture you had in France, you know, under Malraux, the Centre Culturel, you know, where for, let's say, for the autonomous art, arrogation of autonomy for art, it was not so good. But for interventions, it's good. And here you have an exhibition more or less of interventions. So it's the type of exhibition you can do in this space. Now, well, I didn't see everything because it was dark, you know. But you see, I noted almost, I sacrificed a box of cigarettes, which is for me my daily nourishment. No, I think there are some good things. I mean, some good things I like. You know, it's like in all the exhibitions. Do you get the feeling that you hope to get? You know, I come here because I knew it's a new situation and Anna is living in Switzerland. And so I never make myself an image before. But when I was this morning, I thought, hopefully they finish. And now it's perfect. It's perfect. It's a nice exhibition. I mean, I don't expect now here let's say, technological masterpieces with Gary Hill and all this. I mean, I know the problems. But as a lively exhibition, I think it's really good.
Ուտոպիան ցուցահանդեսը դա հայ մշակութային կենտրոնի այս տարվա ըստ երևույթին ամենախոշոր կազմակերպված նախագծերից մեկն էր, համատեղ միջազգային այլ կազմակերպությունների հետ, մշակութային հաստատությունների, մասնավորապես շվեյցարական հաստատությունների հետ, եւ նախագծի համադրողները Աննա Բարսեղյան եւ Ստեֆան Քրիստենսենը փորձեցին իմի բերել այս նախագծում տարբեր դաշտերից արվեստագետների եւ արվեստաբանների, որպեսզի մենք փորձենք քննարկել հին եւ նոր ուտոպիաների ակտուալությունը եւ ընդհանրապես ուտոպիաների անհրաժեշտությունը մեր այսօրվա ժամանակների համար եւ հնարավոր է, որ այդ ուտոպիաները ունենում են կարճ կյանք, բայց նրանք շատ մեծ ազդեցություն են թողնում հումանիստական մտածելակերպի, հասարակարգերի, աշխարհակառավարման զարգացման վրա եւ ըստ երևույթին այս բոլոր կատակլիզմները, որ տեղի են ունենում հիմա, դա հնարավոր է մի նոր ուտոպիայի ընդամենը կարիք է։
Makes me ill when I see something. I meditated a lot. I gave it the space to breathe, and I see it ending up as a document. So the diaspora is very active. Այսպեսով Սփյուռքը շատ ակտիվ է Աննայի հետ, բայց Ժնևում հիմա ակտիվ է նա, բայց նա Սփյուռք չի։ No, but it is really like this that Բայց ինչու չեն թունել դա։ Որովհետև դու չես ենթադրում, որ դա ուզում ես։ Ինչու։ Որովհետև դա վատ է։ Ինչու այդպես։ Այդպիսի զգացողություն ունեմ, որ եթե ես շարժվեմ, կնկատեն իմ շարժումները։ Իսկ եթե հանգիստ պառկեմ ամեն ինչ, կարող եմ այնպես անել, որ ոչ ոք չի նկատի։ Ես չեմ ուզում, որ ինձ բռնեն։ Բայց երբ շարժվում ես, հաճույք ես ստանում։ Այնինչ վերջին ինքնիդ արջև
հայտնված է իբրև Հարթ մշակութային կենտրոնը ողջունում է ձեր այցը եւ երեկվա ցուցահանդեսից հետո ուտոպիա ցուցահանդեսը, որը կայացավ, տպավորությունների մասին իհարկե կխոսենք։ Ես ուզում եմ կարևորել ցուցահանդեսը իր շարունակությամբ, իր գիտաժողովով, որտեղ ամենակարևոր հարցն է քննարկվելու եւ այդ հարցը ուսումնասիրել է այսօրվա մշակութային մտքի զարգացման ընթացքը գնահատելու եւ կարեւորելու այս ցուցահանդեսը։ Nous sommes à l'âge qui fut représenté de diverses manières comme âge possible, voire probable, d'une utopie réalisée. Vous présentez les différents intervenants. Bien. Il semble qu'aujourd'hui, la représentation du paradis ou de l'utopie, si nous devenons incapables de prendre les utopies au sérieux, cela veut dire que nous, dès lors que l'utopie subvertit l'idéologie dominante, celle-ci est dépassée de développer ses activités. Ճարտարապետության մեջ մինչ այդ տեղի ունեցող սկզբունքային առճակատումը մոդեռնիստական, կլասիցիստական եւ ազգայնական մոտեցումների միջև սովետահայ ճարտարապետության զարգացման վերջին փուլում ձևավորեց մի նոր միտում, որտեղ ակնհայտորեն զգացվում էին թե տոտալիտար համակարգի ճարտարապետության շունչն ու թափը Et donc, il voulait renverser la gravité. Bon, il y avait avant lui, dans la révolution de 68, des artistes comme Serra qui ont fait ça aussi, aller au maximum avec l'équilibre instable. L'artiste belge, Vermeeren, là aussi on pense que c'est encore le langage minimaliste des années 60 extérieur, et ainsi de suite. Une certaine situation, c'est la création artistique qui montre la voie de la liberté, et c'est la création artistique qui est réprimée en premier dans un régime totalitaire. Je crois que ce pays en a fait l'expérience. Il y a donc, à mon sens, antinomie radicale entre l'art conçu comme créatif. I would like to close this brief talk with two more quotes in a true utopic way. Let's listen to the voice of the other, to hear what others can teach us. Հենց սա նկատի ունենք, որ համարում ենք, որ ուտոպիան որոշակի նմանություն ունի, ասենք, նշանային իրականությանը, ռեֆերենտից զուրկ իրականությանը։ Սակայն վերադառնանք վշտոնում մենքին, Հայաստանում պրոլետարական գրողները իրենց կառուցումների մեջ ինքնուրույն չէին։ Անպայմանորեն դարվինիզմի վրա հիմնվեն, որպեսզի կարողանան էվոլյուցիայի տեսության վրա պետք է հիմնվեն, որպեսզի բնապահպանական քաղաքականությունը ճիշտ ուղղությամբ գնա։ Բայց դուք գիտեք նաև, որ նացիստական մի կողմ։ I would like to close this brief talk with two more quotes in a true utopic way. Let's listen to the voice of the other. Il y a une véritable substitution. La question de la vie est désormais survie de la vie. Et désormais, le noyau principal explique l'hégémonie, disons, de la question éthique. Բարոյական հարցերը այսուհետև ստանում են ամենամեծ քաղաքաշինության մեջ որևիցե թեմա զարգացնելու հետ, որևիցե արվեստագիտական թեմա զարգացնելու հնարավորությունների հետ։ Եվ դուք հասկանում եք, որ Ասիայի եւ Ամերիկայի On ne peut plus parler d'espace urbain à proprement parler. Մեծարենցը ինքը իր ուտոպիան ուներ եւ իր ուտոպիան
Էրնստ Բլոխի բառերով ասած, բանաստեղծությունը իբրև աշխարհիկ աղոթք։ Դուք հիշում եք Տուրինզի տեր երջանկությունը, անձնական եւ այդ մնացածը լայի շարքը, որոնք մեծարենցյան իմ կարծիքով շատ ավելի հետաքրքիր ուտոպիան են ներկայացնում։ Հա, տեսնում եք շատ վաղ շրջանի աշխատանք ամերիկյան արվեստագետ Քերոլի Շիմոնի 1962 թվականի աշխատանք։ 12 կտորներով կինը ցանկության առարկան է, դա ցանկացած պատկերի իմաստն է, նրա մարմին նկարի եւ միջավայրի գործիք է, այդ պահին նոր էր, որ արվեստագետը ինքն էր իրեն արտահայտում ի տարբերություն տղամարդ արվեստագետների։ Դիտողին ընդհանրապես քաջալերվում է տեսնել հենց այն ինչ կա, տեսնել բաց, տեսնել փողոցում, տեսնել այնտեղ, որտեղ բոլորն են կարող են տեսնել։ Խնդիր, որոնց արգելվում է խոսել։ Իմ գրադությունն է կապված ուրիշի հասկացության հետ, որովհետև ստուգում եմ լարից հաշվին առնում կառուցվածքային հարաբերությունները եւ ոչ թե մի անհատի խոսելու արտահայտվելու կարողությունը։ Շնորհակալություն։ I heard that Nazareth had an appointment. Նազարեթը հանդիպում է, որ արդեն շատ է ուշացել։ Պրոչակում եմ, որ անցնենք նրա ամփոփիչ խոսքին, շատ երկար չի լինի դա, որից հետո ընդհանուր քննարկում կանցկացնենք, լավ։ Սրանով կարծես թե պիտի հակադրվեմ ընդհանուր մթնոլորտին, որը ավելի շատ դեպի այս կրեշենդոների շնորհիվ կարծեք թե ֆինալին էր պատրաստված։ Այնուամենայնիվ, քանի որ խոսքը քանի որ մենք գտնվում ենք արվեստի տարածության մեջ, ոչ թե լավի կամ վատի, ծերի կամ երիտասարդի հարցը, այլ ավելի շատ թե ինչ տեսակետից է հանդես գալիս, ինչ վիճակով է հանդես գալիս արվեստագետը, ինչ է փորձում արտահայտել եւ ինչպիսի վիճակում, ինչպիսի պարագաներում է փորձում նա արտահայտել։ Փոխվել, խնդիրը դրանում է։ Խնդիրը ինչ-որ մի արդյունքի հասնելու մեջ չէ։ Մի բան, որ ստացվում է այս պահին եւ պետք է պաշտպանել, քանի որ հարյուրավոր տարիներ դարձել են մի անցում եւ այդ մի տարբերակ եւ այդ տարբերակն այսօր անցում ունենում շատ խորը հիմնարար ինչ-որ երևույթ, որը դիմակայում է քաղաքական լսական համակարգի փոփոխություններին եւ մյուս կողմից բոլորս գիտենք եւ նշանները այստեղ կարող են պլյուսի եւ մինուսի նշանները կարող են խիստ հարաբերական։ Բավ է, լինել ասենք ներկայացուցչական համակարգի մի մաս, ասենք երբ ներկայացում է No acting, no more doing your t-shirt. Look out, Marge.